Երեկ երեկոյան Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց, երբ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռային հարված հասցրեց Քաթարում տեղակայված ամերիկյան խոշորագույն Ալ-Ուդեյդ ռազմաբազային։ Այս քայլը եղավ ի պատասխան շաբաթ օրը ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների թիրախավորմանը։ Տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են նշում արձակված հրթիռների վերաբերյալ։ Իրանը պնդում է 6 հրթիռի մասին, ԱՄՆ-ը խոսում 14-ի մասին, իսկ Reuters-ը հղում անելով Քաթարի պաշտոնյաներին հաղորդում է 19 հրթիռի մասին։ Բոլոր հրթիռները խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ New York Times-ի հաղորդմամբ Իրանը նախապես տեղեկացրել էր Քաթարին սպասվող հարձակման մասին՝ զոհերից խուսափելու նպատակով։ Այս քայլը դրական է գնահատել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Շնորհակալ ենք նախազգուշացման համար, որը թույլ տվեց խուսափել զոհերից։ Սա թույլ հարված էր։ Նրանք արտահայտեցին իրենց զայրույթը։ Հիմա խաղաղության հնարավորություն կա, նշել է նախագահը։ Իր հերթին Քաթարի արտգործնախարարությունը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ դատապարտելով հարձակումը որպես ինքնիշխանության կոպիտ խախտում։ Միևնույն ժամանակ Դոհան հիշեցրել է, որ Քաթարը առաջիններից էր, որ զգուշացրեց տարածաշրջանում իսրայելական էսկալացիայի վտանգների մասին։ Ինչ վերաբերում է Ալ-Ուդեյդ ռազմաբազայի ռազմավարական նշանակությանը, ապա թիրախավորված Ալ-Ուդեյդ ռազմաբազան ԱՄՆ-ի տարածաշրջանային օդային գործողությունների գլխավոր շտաբն է համարվում։ Այստեղ ծառայում են ոչ միայն ամերիկացի, այլ բրիտանացի զինվորականներ։ Բազայում տեղակայված է մոտ 8000 ամերիկացի զինծառայող։ Հարվածներից առաջ Քաթարը փակել էր իր օդային տարածքը։ Համադ միջազգային օդանավակայանի շուրջ 100 չվերթ վերաուղղորդվել են այլ օդանավակայաններ։ Օդանավակայանը, որը օրական սպասարկում է 140,000 ուղևոր, աշխարհի 10 ամենազբաղված օդանավակայաններից է համարվում։ Երեկ ուշ երեկոյան Թրամփը հայտարարեց Իրան-Իսրայել զինադադարի մասին։ Իսրայելն արդեն հաստատել է իր համաձայնությունը, նշել է, որ ցանկացած խախտման կպատասխանի ուժով։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ իրենց երկիրը չի ենթարկվի որևէ մեկի ոտնձգություններին։ Հիշեցնենք, որ ներկայիս լարվածությունը սկիզբ առավ հունիսի 13-ին, երբ Իսրայելը սկսեց հրթիռային հարվածներ հասցնել Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին։ Շաբաթ օրը ԱՄՆ-ը միացավ գործողություններին՝ թիրախավորելով 3 միջուկային կառույց։ Իսրայելը և ԱՄՆ տարիներ շարունակ փորձում են կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը։ Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում։ Միջազգային փորձագետները նշում են, որ առկա է էսկալացիայի լուրջ վտանգ՝ չնայած հայտարարված զինադադարին։ Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն։